Պետք են հավելյալ գումարներ, ինչպես Աշնանը գետեր կհոսեն Երևանում։ դուք երբ որ կտեսնեք, կասեք, ես չգիտեմ։ Որ գետի մասին է ներողություն, Հրազդան գետի մասին է։ Որ անձրևից հետո է լինում։ Ես չեմ պատասխանել ձեր հարցը։ Անգամ հումոր է շրջանառվում, ասեք խեղդվենք, բան, որտեղ իրավիճակը իրականում Շատ լավ։ Իսկ այդ խնդիրը ուզում եմ հասկանամ, այդ խնդիրը նոր է հայտնվել, մեր գալուց հետո է հայտնվել։ Ժողովուրդ ջան, այսօր ես հիմա ուզում եմ ելույթ ունենամ մանկապարտեզների մասին, քիչ հետո խոսելու եմ, քանի մանկապարտեզներ է Երևան քաղաքում մասնավորացվել եւ վաճառվել։ Եվ ձեր այս ուշադրությունը ուղղում եմ այնտեղ։ Եթե ձեզ հետաքրքիր է, դուք ուզում եք խոսակ իրական հարցերի մասին, ոչ թե ուզում եք մենակ բանանել։ Չէ, ներողություն։ Հիմա մենք խոսում ենք մանկապարտեզների մասին, մենք ասում ենք, որ մենք աննախադեպ քանակի մանկապարտեզներ ենք հիմնանորոգել։ Այո, տեսակ մեր գործընկերների ուրեմն տեսանյութունը, որ որոշ մանկապարտեզների մասով, որոնց մասով որ մենք դեռ չենք ընդունել եւ գումարները չենք վճարել, կան խնդիրներ։ Վճարել եք 297 միլիոնից։ Շնորհակալություն, այդ տեղեկությունները գիտեմ։ Ի վերջո Երևանի քաղաքապետն եմ աշխատում։ Դրա համար եմ ասում։ Եթե ուզում եք բովանդակության մասին խոսենք, հիմա ես քիչ հետո խոսելու եմ մանկապարտեզների մասին, որոնք 2000 թվականից 98 թվականից ընկում մասնավորացվել են, վաճառվել են, դարձել են ինչ-որ մեկի բազմաբնակարան շենքը։ Մենք 2018 թվականից հետո սկսել ենք մանկապարտեզների վերակառուցման նախագիծ, քանդում ենք, 0-ից սարքում ենք, ամրացնում ենք եւ այլն։ ԵՆԲ 1-ի ծրագրով 15 հատ մանկապարտեզ ենք անում, ԵՆԲ 2-ով 32 մանկապարտեզ։ Դա ձեզ հետաքրքիր է, թե դուք դրա մասին չեք ուզում խոսել։ Այս ձեզ մենակ հետաքրքիր է, ներողություն, ձեզ մենակ հետաքրքիր է Արփիի ասած հարցը, որ ինչ որ մի մանկապարտեզում տեսել են, որ կա խնդիր, որի մասին մենք տեղյակ ենք եւ գնալու ենք այդ խնդրի հետևից։ Բայց դուք ուզում եք մենակ դա խոսել։ Դա չի հետաքրքրում, չէ՞ ձեզ։ Այսինքն մնացած մանկապարտեզների մասին։ Դուք անում եք ձեր պարտականությունները որևէ մեկին լավություն չեք անում։ Ներողություն, իմ պարտականություն, ներողություն, բոլորն են մինչև այդ իրանց պարտականությունները։ Ես ձեզ ասում եմ, որ մինչև 2018 թվականը մանկապարտեզները մենակ վաճառվել են եւ չեն հիմնանորոգվել։ 2018 թվականից դա ձեզ ինչ-որ հուզական ֆոն ստեղծում է, դա ձեզ հետաքրքրում է, թե չէ։ Հա, դե եթե հետաքրքրում է, ուրեմն ես հա կխոսեմ։ Դե ուրեմն հիմա կխոսեմ, խնդրում եմ լուսաբանեք դա։ Կլինի։ Ոչ, մանկապարտեզներ չի։ Վերադարձնելու եք սեփականացրած, այս ձեր նշած ժամանակահատվածը վերադարձնելու ենք եւ մեկ մանկապարտեզ օրինակ Վերոնիկան, որը Մալացիա Սեբաստիան Վարչական շրջանում արդեն վերադարձվել է, դրա մասով հիմնանորոգման աշխատանքն են անում։ Վերոնիկայի ասում են, որ պարոն Սամվել Ալեքսյանի հետ փոխկապակցված մարդիկ եւ իրենք վերադարձրել են։ Ասում են, չեմ ստուգել։ Վերադարձել այդ մանկապարտեզը։ Վերջին տարիներին։